Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Նժար Սահմանադրական շարժման համահիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Բարև ձեզ Տիկին Կարապետյանց, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսենք երեկվա իրադարձություններից, քանի որ 13 քահանա իրենց հավատարմությունն են հայտնել Փաշինյանին եւ ասել են, որ միանում են նրա բարենորոգման ծրագրին։ Դուք ինչ եք կարծում, այս ամեն ինչը ինչ զարգացումներ կարող է ունենալ։ Երեք մենք տեսանք, որ մեծ թվով հոգեվորականներ էլ իրենց Facebook-յան էջերում իրենց հավատարմությունը հայտնում էին վեհապարին։ Հիմա սա ուր կարող է միջև հասնել։ Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր որ իրենց այն հոգեվորականներին, ովքեր իրենց հավատարմությունն են հայտնում վեհապարին, որտեղ տրամաբանական է, նույն կրոնական կազմակերպության անդամներն են, կրոնական կազմակերպության ղեկավարը վեհապար Հայրապետն է եւ ավելի ցածր դասի հոգեվորականները հավատարմություն են հայտնում եկեղեցուն, իրենց ստորագրած այդ թվում նաեւ փաստաթղթերին, իրենց անցած ճանապարհին, իրենց օծմանը, ու մնացած ամեն ինչին։ Ես չեմ հասկանում մարդկանց, ովքեր որ լինելով օծված, լինելով որոշակի պրոցեդուրաներ անցած, կրոնական կազմակերպության, կապ չունի որ կրոնական կազմակերպության մասն է խոսքը, անցած մարդիկ իրենց հավատարմություն են հայտնում վարչապետին։ Ես չեմ կարողանում հասկանում։ Ժորժան ասում է եկեղեցու բարեփոխման ծրագրին։ Գիտեք, շատ լավ ռուսերեն մի հատ բառ կա, ասում է «Вы либо трусы оденьте, либо крестик снимите»։ Այս սրանց մասին է, այս մարդիկ ընդհանրապես չեն պատկերացնում ինչի մասին է գնում խոսքը, հա։ Կամ իրանց երկու տարբերակ, կամ իրանք ընդհանրապես եկեղեցու հետ կապված հավատքի հետ կապված ընդհանրապես պատկերացումները շատ թյուր են ու իրանց լավ չեն սովորացրել այդ թվում նաև սեմինարիաներում, որտեղ իրանք պիտի կրթություն ստանային, կամ այս մարդկանց իսկապես այնպիսի վիճակի մեջ են դրել եւ դրա այսպես հիմնավոր կասկածները մենք կարող ենք ունենալ, որ ստիպված են եղել անել գործողություններ, որոնք ընդհանրապես իրանց հոգեվոր կյանքի հետ ոչ մի կապ չունեն։ Ինչու եմ համոզված կամ այսպես հիմնավոր կասկածներ ունեմ, որ պարտադրել են այդ process-ը անցնելու, որովհետեւ շատ ներողություն, քրեական գործ, կիլոյով ասում եմ քրեական գործեր կան այն offshore-ների հետ կապված, հասկանում մոռացա, Կճոյանի մասով, մնացածի մասով էլի ինչ որ հարցեր ու քննարկումներ կան, որոնք ես անկեղծորեն չէի ուզենա այդ հարցերը քննարկել իրենց սեռական կողմնորոշումների հետ կապված, դա քննարկելու հարց պիտի չլիներ, էլի։ Բայց եթե իրենք այսպես ասենց բլոկերով, թիվլիզեցի կասեն դաստեքով անցնում են եւ հավատարմություն են հայտնում վարչապետին, սա նշանակում է, որ այդ բոլոր հարցերը, որտեղ իրանք խոցելի են եղել, ուղղակի սենց վերեսիրուն դեմներն են դրել, ինչպես որ դրա դառը օրինակ ունենք, ես ամեն անգամ ձեր եթերում հիշում եմ Հովիկ Աղազարյանին, ինչպես որ իրենց թիմակցի, իրենց հավատարիմ նվիրյալ թիմակցի, ով ԿՊ-ի ակունքներում է տարիներ շարունակ Ինձ համար ամենացավալին գիտեք որն էր Հովիկ Աղազարյանը կապված պատերազմի պարտությունից, այդ խայտառակ պարտությունից հետո ոչ մեկ այդքան նվիրյալ հանդես չեկավ հանրային հարթակներում ոնց որ Հովիկ Աղազարյանը ու այդքանից բոլոր հարվածները վերցնում էր այդ մարդ իր վրա ու այդքանից հետո դու դրես այդ մարդուն Փաշինյանի միջոցով եմ ճանաչել ստորաս դե հասկանում եք այ հիմա ինչ որ բաներ ընկնում է տեղը բանը Նիկոլ Փաշինյանը Իրան դրելա Քրիստոսը զամենիցիլի տեղ բանը Հովիկ Աղազարյանը Քրիստոսին ճանաչել է через Նիկոլ Փաշինյան այ հիմա ամեն ինչ գալիս է տեղը երբ որ արժեքները փոխարինվում են երբ որ ոչ արժեքները ոչ հարմար բառ եմ ուզում եթերային գտնեմ չեմ կարող երբ որ արժեքները կեղծվում են այ մենք ստանում ենք այսպիսի այլանդակ եւ անբարոյական վիճակ սա իհարկե պիտի ինչ որ պահի սրա դեմը պետք է առնվի ես ուրախ եմ ինչ որ իմաստով սրա պատասխանը հասարակությունը եւս տալու է ես կարծում եմ որ նաեւ քաղաքական ուժերը պիտի իրանց մեջ ողջամտություն գտնեն ու հասկանան որ սա այլևս եկեղեցի Նիկոլ Փաշինյան հայրաքելական եկեղեցի պայքարը չի սա իսկապես արդեն դեպետ շատ շատերը ճնշող մեծամասնություն դրա մասին արդեն խոսում են բայց սա իսկապես մեր էգզիստենցիալ խնդիրներից մեկն է դառել մեկը ընդամենը մեկը մնացածը էլի շատ ավելի բարդ է լինելու բայց մեր էության մեր այսպես ինքնության պահպանման տեսակետից սա իհարկե անթույլատրելի հարված է ու մենք պետքա տեր կանգնենք կզարգանա ես ամեն անգամ հասկանում ինչպես պիտի կանգնեն բա ինչու գործողություն չկա ինչի կոնկրետ ինչ որ շարժումներ չկան ամեն գործողություն պիտի հասունանա այդ թվում նաև հասարակությունը պիտի հասունանա այդ պատասխանը տալու որովհետև չեն կարող անհատ քաղաքական գործիչներ կամ անհատ հասարակական գործիչներ կամ կրոնական
ասենք օրինակ, չգիտեմ, եկեղեցու հավատարիմ բաները, հա, հետևորդ եպիսկոպոսները չեն կարող իրենք առանձին դրա պատասխան տալ։ Մենք բոլորս եւ իրավիճակը պետք է հասունանա, այս հարցի պատասխանը տրվելու է մի անգամ եւ տրվելու է շատ ես կարծում եմ, որ սա կարող է միջև ընտրություններն էլ լինել, եթե այս ուխտերի արշավները ասեն շատ շարունակվեն, գուցե եւ կարողանան, չգիտեմ, իրենք հրահարեն, բայց ես անկեղծորեն հույս ունեմ եւ իմ ամբողջ մեր թիմի այդ թվում նաեւ գործողությունները եւ առաջարկները հետեւյալի մեջ են թույլ չտալ որևէ պարագայում բախում։ Մենք ներքին բախում մեր հասարակության տարբեր այսպես կարծիքներ ունեցող մարդկանց միջև բախում չեն կարող թույլ տալ, դա կատեգորիկ կերպով մերժելի է։ Միակ տարբերակը, որ համախմբման process տեղի ունենա, այն մարդիկ, ովքեր որ ստիպված են եղել Նիկոլ Փաշինյանի թիմակիցների, ենթադրում եմ նաև ԱԱՑ-ի, որովհետև այդ տեղեկությունները կարող են ունենալ միայն ԱԱՑ-ն, հատուկ ծառայությունները իրենց, այդ ճնշումների տակ գտնվող մարդիկ իսկապես կազատագրվեն։ Ես անկեղծորեն կարծում եմ, որ մեծ թվով մարդիկ, ովքեր հանուն պաշտոնի պատրաստ են կանգնել Նիկոլ Փաշինյանի, պատրաստ չեն գնալ եկեղեցու դեմ։ Ես դրանում ներքին համոզմունք ունեմ, որտեղ հասկացանք անբարոյականությունը, պետությունը ծախել հանուն պաշտոնի, բայց սեփական խաչի, սեփական մերոնի դեմ գնալը դա արդեն, գիտեք, այն դնո, այն դրանից ցածը էլ տեղ չկա։ Ես ամեն անգամ իրենց ասում եմ, նրանք մասնակցում էին, մեծ մասը մասնակցում էին, ասում են եկեղեցին է բարենորոգում Փաշինյանը, եկեղեցու դեմ չի, հակառակը եկեղեցու համար է։ Ասма, գիտեք, ասма դու էլ ասա, այն հին մի հատ անեկդոտ կա, ես ինչ այս շանցուն եկել է, անդադ այդ անեկդոտն եմ հիշում, ասма դու էլ ասա։ Հիմա այս Նիկոլ Փաշինյանի հետ քայլող մարդկանց մի մասը, ես համոզված եմ, մի մասը չեն հասկանում, դրա համար պետքա մտածողություն ունենալ, դրա համար պետքա ինտելեկտ ունենալ, դրա համար պետքա կրթություն ունենալ, դրա համար պետքա պատկերացում ունենալ եւ գիտելիք ունենալ հայրաքելական եկեղեցու մասին, իր կանոնների մասին, հնարին միջազգային իրավունքի մասին, սահմանադրություն, գոնե մի անգամ այդ սահմանադրությունը մեր սահմանադրությունը կարդացած են, ոչ էլ են կարդացել, բայց դա նորմալ է։ Մենք այս process-ը կարևոր չի, ինչ են ասում իրանք, շատ կարևոր է, ինչ էներգիա գեներացում մեր հասարակության ներսում, ինչ գիտակցություն ա եղել։ Իմիջիալոց ասեմ, շատ դրական կողմ էլ կա։ Մեր հասարակության ներկայացուցիչների մեծ մասը սկսել է հետաքրքրվել եկեղեցական կանոններով, ա հետաքրքրվում, արարողակարգերով ա հետաքրքրվում, պատարակների բովանդակությանն ա, այդ երգերն են սովորում։ Ես շատ ուրախ եմ, հակառակ էֆեկտն ա ստանալու եւ դրա համար չի կարելի շնորհակալ չլինել Նիկոլ Փաշինյանին եւ իր կողքը կանգնած են ոնց են Միքայել Սրբազանը լավ բառ էր ասել, տիրադավ, հա, տիրադավ այդ մնացած բաներին ամոթով են ապրելու իրենք իսկապես ամոթով են ապրելու, որովհետև եկեղեցին կանգուն է մնալու, մեր ժողովուրդը ոտքի է կանգնելու, մենք իսկապես վերածնունդ ենք ապրելու եւ այս Նիկոլ Փաշինյանի հարվածները մեկը մյուսի հետևից մեր ինքնությանը, մեր արժանապատվությանը, մեր արժեքներին, ինքը հակառակ էֆեկտն է։ Բայց ամեն դեպքում մենք հիմա չենք տեսնում, որ ժողովուրդը ոտքի է կանգնել եւ հակառակը տեսնում ենք, որ քայլ առ քայլ Փաշինյանը կարողանում է հաջողության հասնել։ Հաջողությունը գուցե իր ակնկալիքները ամբողջապես դեռ չեն հաջողությունը գիտեք ինչի մեջ կլներ, եթե ինքը կարողանար Կիև Զատրիդնյա աներ, այսինքն գար մտներ եկեղեցին, կաթողիկոսին հաներ շպրտեին դուս ու ժողովուրդ այսպես ցնծությամբ գար իր կողքը կանգներ, ասել մալադեց։ Երբ ուխտերթի կոչ էր անում Փաշինյանը 2026 թվականը երբ սկսվեց, այդ ակնկալիքը կար, կարծում եք, որովհետև ասում են, որ նպատակ է ունեցել, եթե մեծ թվով մարդիկ հավաքվեն, գնա Վեհարան, Վեհապարին հեռացնեն, բայց փաստացի Էջմիածնի գնալու դեպքերը, այդ որ հրահարեցին մարդիկ ուղղակի չգնացին։ Այս Սուրբ Աննայի եկեղեցու կողքը կա կաթողիկոսի նստավար, ես օրինակ կասկածներ ունեի, որ եթե բավարար թվով մարդ կարողանան այդպես տփելով բերեն լցնեն այդ շարքերը ստիպեն, տպավորություն ստեղծեն, որ որոշ մարդիկ դրոնով նկարեն ու ասեն մի միլիոն մարդ կար փողոցներում, իրանք կարող են զավթել Վեհարանը եւ այնտեղ ասել, որ կա էսել Երևանի նստավարն է, մեր բաժին կաթողիկոսն է, Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման կաթողիկոսն է, սրանից հետո այս նստավարում ալու դուք ընդ ինչ ուզում եք արել։ Այսինքն ինքը կարող է մարդիկ չեղան, այսինքն մարդիկ չեղան եւ այդ մարդիկ չեն լինելու, որովհետեւ մի բանա Նիկոլ Փաշինյանի քաղաքական ստերը հավատալ այդ ստերին եւ գնալ այդ ստերի հետևից տարբեր պատճառաբանություններով լրիվ ուրիշ բան է քո ինքնության հակառակ քո արյանը քո գենետիկ կոդին հակառակ գնալը լրիվ ուրիշ բանի մասին է ես այս ամանորյա տոները որ կար հազիվ ասում ազատ ժամանակ կար մարդկանց հետ եմ հանդիպել ովքեր նրանց մեծ մասը
աթեիստ էին, իրենք այդպես են լուրջ տենց բանը, հա, կրոնական, տենց ոչ գիտելիքներ գիտեն, ոչ փորձ գիտեն, անկեղծորեն ոչ էլ կաթողիկոսին էին սիրում, ոչ էլ առանձնապես եկեղեցի էին պատեպատ դալ։ Այդ մարդկանց 99%-ը հաշտ էին այն գաղափարների հետ, որ հայ առաքելական եկեղեցին դա մեր ինքնությունն է, եւ անհրաժեշտության դեպքում այդ մարդիկ կարող են եւ պատրաստ են դուրս գալ փողոց եւ պաշտպանել։ Իդեպ շատ աթեիստներ այո վեհապարին աջակցում Ես դες ավելին ասեմ, ես գիտեմ մարդկանց, ովքեր այլ կրոնական կազմակերպությունների հետևորդներ են։ Իրենց մեջ կան պրոտեստանտներ, իրենց մեջ կան կաթոլիկ ուղղությունների, լավ հիմա անուններ չտամ կրոնական կազմակերպությունների, հիմա բան չանեն, հա, չթիրախավորեն։ Լրիվ ուրիշ կրոնական կազմակերպություններ մարդիկ, որոնք ապշած են, ազգությունով ուրիշ ազգությունների մարդիկ, որոնք ապշած են ու պատրաստ են այս խնդիրը բարձրացնել, որովհետև ի տարբերություն մեր այսպես կոչված բաների, հա, քաղաքասարակությանը, որը բոլոր կրոնական կազմակերպությունների խախտված իրավունքների, անդամների խախտված իրավունքների համար տենց դրոշակն առնում են վազում են, այս մարդիկ, օտար մարդիկ, այլ կրոնական կազմակերպությունների մարդիկ, իսկապես արժեքների կրող են եւ իրանց համար իսկապես կարեւոր է, որ ցանկացած մարդ, ցանկացած կրոնական կազմակերպություն պաշտպանված լինի եւ ցանկացած կրոնական կազմակերպության հետևորդ ազատ լինի մուտք ու ելք անել։ Ի՞նչ է նշանակում հոգեվորականը ճիշտ ոնց ասել Դե Փաշինյանը կոչարեց Տերտերը որ գնա եկեղեցի իրան ամրագրված եկեղեցին գնա մտնի ու իրան ասենց թե չես կարա մտնես որովհետև Փաշինյանն եկել է քեզ չի թող վատեք ժողովուրդ խելագարվել է բաները կան այդ տարածքում ապրող մարդիկ կան իրենց սուրբ զատիկի պատարակին մասնակցելու ու какой-нибудь մի հատ տենց չինովնիկ գա ասինգեր մենք մեր գործերը ստե կանենք դա կուզեք կգա կուզեք չկա բայց փաստորեն անում է դա բայց փաստացի անում են որովհետև Փաշինյանը նաև ելույթի ժամանակ կոչարեց ասած գնացեք եւ պահանջեք որ վեհապարի անունը զեղչեն պատարակների ժամանակ Նիկոլ Փաշինյանը Թալինում արդեն Նիկոլ Փաշինյանը գալաթար է եթե մենք երկրում ունենայինք գլխավոր դատախազ Նիկոլ Փաշինյանը արդեն պիտի կալանավորված լիներ Ոչ թե քրեական գործ պիտի հարացված լիներ, ոչ թե պետքա ինչ որ մեկին կանչեին հարցակնեին, Նիկոլ Փաշինյանը արդեն կալանավորված պիտի լիներ։ Միայն եկեղեցու դեմ հակասահմանադրական եւ հակակոնվենցիոն գործողությունների համար արդեն եւ ատելություն սերմանելու հետ կապված, հա կրոնական կազմակերպության ներկայացուցիչների նկատմամբ ատելություն սերմանելիս մարդը վաղուց պիտի կալանավորված լիներ, բայց մենք դատախազ չունենք, հա իդեպ գլխավոր դատախազին տիկին ինչ էր անը Վարդապետյան հիշեք ինքը ձեզ օգտագործելու է ու շպրտելու է։ Ես 1000 անգամ ափսոսում եմ, որովհետև ինքը իրականում շատ խելացի աղջիկ է, շատ խելացի կին է։ Իրան կարելի է չսիրել, իրան կարելի է դատապարտել իր գործողությունների համար Նիկոլ Փաշինյանի թիմի հետ համագործակցելու համար, բայց չգնահատել այդ մարդու խելքը 1000 ափսոս քո խելքը, քո փորձը, քո հնարավորությունները, որ այս մարդիկ օգտագործելու են ու քեզ հետո դարձնելու են, ինչ ասեմ, ոչ մի բան Նույնը վերաբերվում է մնացած պաշտոնյաներին, ովքեր իսկապես դրա հմտությունները, գիտելիքները փորձ ունեն ու կարող էին օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Դուք բոլորը դարել եք Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման խամաճիկներ։ Ափսոս ձեր անցած ճանապարհը, բայց դա բնականաբար զուտ մենակ այն փաստը, որ դուք կանայք եք, դա ձեզ որևէ կերպ չի կարող ազատել պատասխանատվությունից։ Դուք պիտի հավասարաչափ պատասխանատվություն կրեք, եթե այս տրամաբանությունը շարունակվի, որովհետև միայն գործողությունը չի, որ հանցագործությունն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կոչեր է անում, գրառումներ է անում, ինչ որ գործողություններ է անում, որոնք հակասում են սահմանադրությանը։ Դե օրինակ Կեցավայրից փաստորեն հայտարարություն տարածեց Փաշինյանը։ Բայց միայն դա չի, միայն կոնկրետ գործողությունը չի, որ ստորագրեց որպես վարչապետ։ Անգործությունը Այսինքն քրեական գործ չհարուցելը, հետապնդում չսկսելը, որը ուղիղ պարտական դա եւս հանցագործություն է։ Մեր հասարակությունը պիտի իմանա, որ կան տեղեր, որտեղ գործողությունն է քրեորեն պատժելի, կան դեպքեր, օրինակ դա գլխավոր դատախազի պարագայում, դա անգործությունն է քրեորեն պատժելի։ Այնպես որ Ժորժ ջան, ամեն ինչ գալու է իր տեղը ընկնելու, տեն շատ մի բան տվայտվեք։ Ամենակարևոր մասը այս իրավիճակում չհուսահատվելն է, չհիասթափվելն է, որովհետեւ Էսա ուրիշ պետություն մենք չունենք, ուրիշ հայրենիք մենք չունենք, էսա մեր պետությունը, ստեղ մենք պիտի գանք, ստեղ մենք պիտի տիրություն անենք ու ոչ մեկ չի կարող գալ իր դեգեներատ պայմանները մեզ թելադրի, ներսից լինի թե դրսից։
Ստեղ կան արժեքներ, համակարգեր, որոնք որ մենք կարող ենք համաձայն չլինել, կարող ենք ինչ որտեղ սրտնեղված լինել, վիրավորված լինել, բայց այդ համակարգերը պահելու մեր ինքնության համակարգի մաս կազմող ինստիտուտները մենք պարտավոր ենք պահել եւ մենք պահելու ենք, այնպես որ շատ տրամադրություն չգցեն հանգարց։ Բայց ամեն դեպքում վարչապետի կեցավայրում փաստացի եպիսկոպոսները գնացին, Փաշինյանը կանգնել էր նրանց գլխին, նրանք ստորագրում էին, հետո հայտարարության տեքստ եղավ, խորհուրդ ձևավորվեց, առաջին հանդիպումն է եղել ճանապարհային քարտեզ են գծել։ Այս ամեն ինչի մասով Փաշինյանն ասում է, որ այո, որպես վարչապետ եմ ստորագրել, որովհետեւ որպես քաղաքացի ստորագրել, էլի պիտի ասեք, որպես քաղաքացի է ստորագրել։ Այսինքն ինքը որևէ կեցավայր ես բերել, որովհետեւ դու օգտվել ես քո արտոնություններից, դա եւս հայտարարություն է հանցագործության մասին, նորից գլխավոր դատախազ, ասում է ալյո գլխավոր դատախազ, ասում է մի հատ զրո քաշեք, տիկին ձեր մոտ ձեր ձայնը դուք ընդհանրապես չեք լսում ինչ են խոսում։ Գիտեք, եթե կան մարդիկ, որոնք որ ի վիճակի չեն հասկանալու, չունեն բավարար գիտելիքներ, չունեն բավարար փորձ ու չեն կարող պատկերացնել հետևանքները, բայց ալո տիկին դատախազ, դուք կարող եք եւ պարտավոր եք եւ ի վիճակի եք գնահատել այն ինչ որ կատարվում է։ Ես ուղղակի ուզում հասկանամ ինչքան է ինքը ձգելու էլի, միջև երբ է ինքը խաղալու, այս խաղը խաղալու։ Նիկոլ Փաշինյանը կատարել է հակասահմանադրական գործողություններ, որոնք չեն կարող մնալ անպատասխան։ Ակնկալել, որ այս դատախազի պարագայում, այս համակարգի պարագայում կաշխատի ինչ-որ բան, անտրամաբանական է։ Ակնկալել, որ այս ամեն ինչից հետո, երբ որ իշխանությունը այլևս Նիկոլ Փաշինյանի ձեռքում չի լինի, սա կմնա անպատասխան, դա դեբիլության նշան է, հասկանում եք, այս մարդիկ չեն հասկանում, որ դա չի կարող մնալ անպատասխան։ Հիմա վերադառնամ իմ 19 թվականի պատերազմներից, կռիվներից, բոլորին մեղադրանք այսպես շպրտելուց, երբ որ ես ասում եմ, որ երբ որ դու համակարգը չես փոխում, երբ որ դու արդարադատության համակարգը չգնացիր բովանդակային փոփոխության, դու գալու ես մի իրավիճակի, որտեղ դա օգտագործելու ես քո ինչ որ նպատակների հասնելու համար, այս սրա մասին էի ասում։ Ասում եմ, եկակ հասակ, եկակ հավասարվեցին 1000 տարվա մեռելներին։ Այն ինչ որ այն համակարգերը, որը մենք ունեինք անհիշելի ժամանակներում ու քննադատում ենք բոլորս մերժելով եկան իրենք։ Ապրեք, մենք եկանք մերժելու, մեզ համոզեցին, որ այն ինձ կոպեկ առ կոպեկ ձուկիկ մուկիկ սա խառնել էին իրար, համակարգը փոխվելու է, այդպես։ Իրանք հաշվեցին ինչով, ասում եմ, մենք 80 Կարեն Անդրեասյանը, այդ մեկն էլ ինքն է ասում, ոնց եմ ափսոսում, որ եկավ դարավ խաղալիք ու խամաճիկ Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Ասում էր 80% բան ենք, դատավորներ ենք փոխել։ Ինքեր արդարադատությունը գլխաքանակով չի, հասկանում եք։ Արդարադատությունը դա բովանդակություն է, դա էություն է, դա համակարգ է, դա պաշտպանվածություն է, դա գրագիտություն է, դա պրոֆեսիոնալիզմ է։ Դա մնացական Մարտիրոսյան եւ մի հատ էլ ասում է, այո, մի հատ մասիս ունեն, ասում է, այն մասիսից հրաժարվել են, այս մասիսին ճակատներին դրած ման են գալի, այսինքն բոլոր կարևոր գործերը մակագրվում են նրանց։ Ամեն մասիս չի, որ Նիկոլի համար մերժելի է, հասկանում եք, կան մասիսներ, որոնց պատրաստ են տենց առաջ բրտել։ Բոլորը պիտի հասկանան, որ անձնական պատասխանատվության հարց է լինելու։ Ես կարծում եմ, ես վստահ եմ դրանում, որ մենք չենք կարող հույս դնել, ասել բոլորը մեղավոր էին, անցանք առաջ, չէ, տես չի լինելու։ Կան պաշտոններ, որոնք որ կան կարգավիճակներ, որոնք քեզ պարտավորեցնում են լինել ավելի բարձր, քան օրվա, այսպես թելադրանքն ու պահանջները։ Դու պիտի կամ թողես գնաս, մի ասեք, որ դուք չեք կարողանում, դատավորա, դատախազա, չգիտեմ ով է, մի ասեք, որ ձեզ ճնշել են, դուք արժեհամակարգ կրող եք, ասեք դուք էլ ձեր մանդատը, շպրտեք ձեր մանդատը դուս եկեք։ Եթե չեք անում դա անգեր, ուրեմն դուք հավասարապես այս պատասխանատվությունը կիսում եք։ Հիմա խոսում են մասին, որ դատախազին կարող է հեռացնել այլ մարդու վրա։ Ահա, ես չգիտեի, շնորհավորում եմ, ասում եմ, մորքուր, քեզ էլ օգտագործեցին ու ճանապարհեցին։ Դա է իրանց պատկերացրածը։ Ես իսկապես ափսոսում եմ, որովհետև օրինակ բանը, ինչ էր, գլխավոր դատախազ, էլի կային մարդիկ, ովքեր որ ես իսկապես համարում եմ, որ շատ լավ կլինի, եթե այդ համակարգում հայտնվեն նոր մարդիկ, գրագետ մարդիկ, պատկերացումներ ունեցող մարդիկ եւ կարևոր էր այդ համակարգում նաեւ կանանց ներկայությունը, որովհետեւ կան ոնց բացատրեմ, կան համակարգեր, որոնք այնքան կարծրացած են, որ դրանց փոխելու համար շատ այսպես անսպասելի քայլ է պետք անել, էլի, այսպես խոտ կանյում։ Բայց
այդ աղջիկեքին ուղղակի այդ կանանց ներողություն բերեցին դաշտ այդ ձևական բանտիկը վրան կապած ցույց տվեցին, բա թե բա արևմուտք, թե բա կանանց իրավունքներ, թե բա առաջադիմական չգիտեմ ինչ է, Բարեփոխումներ։ բարեփոխումներ չգիտեմ ինչ, այս մարդկանց սա կօգտագործեն կշպրտեն դուս ու հաջորդ եկող adekvat իշխանությունը չել կարողանա այս մարդկանց գիտելիքն ու փորձը օգտագործել, որովհետև իրենք այլևս ասոցացվելու են նախ ասոցացվելու են այս իշխանությունների հետ, երկրորդը որոշ գործողություններ իրենց քրեորեն պատժելի պիտի լինեն ու անպատասխան չեն կարող մնալ։ Իսկապես շատ եմ ցավում, բայց բոլոր հարցերը լուծելի են։ Ես միշտ ասում եմ, կա մի հատ հարց, որի լուծումը մենք չենք կարող տալ ամենամեծ ցանկությունների, ամենամեծ երազանքների դեպքում, դա եռաբլուրի տղաներն են, որ վերադարձնել հնարավոր չի։ Մնացած բոլոր հարցերը ժամանակի ու ճիշտ որոշումներ կայացնելու հետևողական լինելու պայմաններում մենք բոլոր հարցերը կարող ենք լուծել։ Մենակ այդ տղերքն են, որոնց մենք պարտական ենք, որոնց մենք պարտավոր ենք իրանց վճարած գնի դիմաց, այն հանուն ինչի իրանք զոհվեցին մեր պետության, մեր պետականության, մեր կայունության համար, այ իրենց երազանքը, իրենց նվիրաբերածը մենք պիտի բան անենք, հա, կապիտալիզացնենք ու ստեղծենք նորմալ պետություն։ Այս սա է մեր պարտավորությունը, մնացած հարցերը տեխնիկական հարցեր։ Երեք տեղեկացանք, որ Իմինեմնի ոդքասթի հեղինակների կալանքը 3 ամսով կրկին երկարաձգել են, այս մասով ինչ կասեք, եւ նաեւ Սամվել Կարապետյանի մասով փաստորեն տնային կալանք տվեցին նրան, այս փոփոխությունները տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ, թե ինչը փոխվեց, որ նրա կալանքը փորձեցին փոխել արդեն տնային կալանքի եւ սակայն չէին թույլ տվել, որ նա գնար իր հոր գերեզմանին, այս մասով ինչ կասեք։ Կդժվարանամ ասել, որտեղից էր երկու տարբերակ կա, լավ, պարոն Կարապետյանի հետ կապված մենք քննարկել ենք իրավաբաններով հասկացել ենք, որ երկու տարբերակ կա։ Եթե վերաքննիչ դատարանում խափանման միջոցը փոխվեց ու հետ տարան կալանքի, դա կնշանակի, որ գտնվել էր կոնկրետ մեկ դատավոր, որը խիզախություններ ունեցել adekvat որոշում կայացնելու։ Եթե չփոխվի, կնշանակի որևէ տեղից ճնշում էր այնուամենայնիվ տեղի ունեցել, կարող էր դա լինել Ռուսաստանից, կարող էր դա լինել արևմուտքից, որովհետև այն որ լրիվ համահանել են, էլի, այն գործեր կա, որտեղ համը հանելու բոլոր հնարավոր կարմիր գծերը զատված են։ Չեմ կարող ասել երկու տեղից ասում են նաև ԱՄՆ նախագահի տեղակալը որ կարող է գալ։ Բոլորովին չեմ բացառում, որ դա արևմուտքը կլինի, հա։ Խոսում են որ գալու է։ Չեմ բացառում, շատ հնարավոր է, որովհետև գիտեք, ինչքան էլ խաղի կանոնները թույլ տան որոշ մարդկանց ինչ որ բաների վրա աչքեր փակեն, բայց կան կարմիր գծեր, որոնք իսկապես բարոյազրկում են ոչ թե այդ կարմիր գծերը զատողներին, այլ նաև այդ գաղափարները կրողներին, բա եկել եք այստեղ ժողովրդավարություն, արդարադատություն, ազատ դատական համակարգ, բա դե դատարաններն ենք բարեփոխել, բա խոսքի ազատություն։ Բա Ժորժ ջան, ասում ինչ եղավ, այդ խոսքը, այդ սաղ բրծավ, հա, կոնկրետ մի մարդու վրա այդ ամեն ինչը բրծավ։ Չէ, մի մարդու վրա չէ։ Տղաներն էր Սաղաթելյանն ու Սողոմոնյանի հետ կապված, գիտեք, այնքան հարցեր կա, որտեղ կարելի է իրանց նախ ասեմ, որ ես իրանց տեքստերի ճնշող մեծամասնության հետ համաձայն չեմ, բայց դա բոլորովին չի կարող նսեմացնել այն process-ը, որ իրանց նկատմամբ հետապնդումը, քաղաքական հետապնդումը, որ իրանց նկատմամբ տեղի ունենում։ Սա խայտառակություն է։ Սա ուղղակի խայտառակություն է մարդկանց։ Այն որ ասում է ոչ մի բանի համար, էլի, մի հատ սովետական լավ անեկդոտ կար, ասում է դու ինչի համար ես նստած, ասում է ոչ մի բանի, ասում է ինչքան են տվել, ասում է 7 տարի, ասում է սուտ ես ասում, մեր համար ոչ մի բանի համար մեր մոտ 5 տարուց ավել չեն տալի։ Հիմա այս տղերքն են, որ ասում է ոչ մի բանի համար իսկապես տարի նստացրել են ու սա չի կարող արձագանք չունենալ, հասկանու՞մ եք։ Պատժում են նրանց։ Անարդարության զգացումը նորից արդարադատության համակարգի բարեփոխված լինելու պայմաններում արդյոք արևմուտքը, որը բավականաչափ մեծ գումար է ծախսել այս իբր բարեփոխումների վրա, ժողովուրդ ասում է դուք գոհ եք այս process-ներից, դուք համարում եք, որ սա արդարություն է, սա արդարադատություն է, սա խոսքի ազատություն է, սա մարդու իրավունք է, սա մարդու իրավունքից ընդհանրապես կապ չունի։ Այո, այս process-ը տղաների նկատմամբ, Սամվել Կարապետյանի նկատմամբ, իդեպ հա, ասեմ, հայկական տրադիցիաներ կան, որոնք շատ կարևոր են մարդու համար։ Օրինակ, զատիկին, հանգուցյալներին, հատկապես մտերիմ հանգուցյալներին այցելելը, գերեզմաններ այցելելը, դա մարդկայնորեն դա քո հոգևոր պարտն է, դա մեր ավանդույթներ են, ես համոզված եմ դա քրիստոնեությունից առաջ
անգամ մեր ավանդույթն ա եղել ինչ որ տոներին գնալ հարազատներին հանդիպել։ Ու երբ որ դու խոչընդոտում ես այդ իրավունքը, ես ուզում հասկանամ տրամաբանությունը ինչի մեջ է։ Ինչ պիտի աներ։ Պիտի գնար գերեզմաններ, ասում ինչ աներ։ Միծինգ պիտի աներ հոր գերեզմանի վրա կանգնած կամ չգիտեմ ինչ պիտի աներ։ Գերեզմաններում հեղաշրջում պիտի, ինչ պիտի աներ այդ մարդը, էլի հասկանում եք։ Այդքան ինչ ասեմ, Համեմատական էին անցկացնում քրեական հեղինակություն ունեցող անձանցից մեկի թույլ էին տվել փաստորեն կալանքի տակ որ նա գնա որ գերեզմանին այս դեպքում հոր գերեզմանին թող բոլորին թողեն ծնողի գերեզմանին հարազատի մտերիմ հարազատի գերեզմանին թող բոլորին թողեն գնալ բայց այն որ ինչ որ մարդկանց թողում են այդ թվում նաև ինչ որ մարդկանց չեն թողում սա էլ է քաղաքական հետապնդման մասին խոսում ու սա այստեղ երկու կարծիք լինել չի կարող ու կապ չունի դուք սիրում եք այդ մարդկանց չեք սիրում ճանաչում մեր մոտ մի տեսակ բան է չի ասում ես իրան ճանաչում եմ ես գիտեմ ու ես իրան ամար տես չէ որ ասում այդ անտեր օրենքը բոլորի համար է օրենքը կամ աշխատում է կամ չի աշխատում կամ խտրական է կամ խտրական չի կամ քաղաքական հետապնդման զոհ են մարդիկ դառնում կամ չէ ու կապ չունի դուք իրանց հայացքները կիսում եք իրանց արևմտամետ եք, եվրոպամետ եք, չգիտեմ ինչա մետ են, ռուսամետ եք, ինչա մետ եք, կապ չունի։ Կարևորը որ մարդու իրավունքը համատարած չի, համաչափ չի, բայց նորից այս արդարադատության համակարգը չբարեփոխելը իրանք Նիկոլ Փաշինյանի թիմը կզգա իրան մաշկի վրա 26 թվականից հետո։ Իրենք պատասխան կտան ու ես շատ մեծ սիրով կնստեմ ու կլսեմ իրանց բողոքները, առայն որ միջնորդությունները մերժվում են, որ եթե իշխանապողություն լինի հիմա կլինի թե ոչ ինչ աշխատանքներ է տարվում պարտադիր պիտի լինի մենք այլ ընտրանք չունենք եւ ինչ է արվում այդ ուղղությամբ անդիմադիր դաշտում ամեն ինչ բայց տեսանելի չէ ամեն ինչ չի որ կարող է պետքա տեսանելի լինի ես հասկանում եմ որ մեր հասարակությունը եւ հասարակության ակտիվ մասը լրագրողները ամեն անգամ ասում են ինչ եք անում մի հատ մի բան ցույց տուր տեսնեմ ասում մատով ցույց տուր տենանք ինչ եք անում ժողովուրդ ամենաանհավանական բաներն են տեղի են ունենում հանդիպումներ այն մարդկանց ու թիմերի միջև որոնք իրար այլ պայմաններում բարև չէին տա հասկանում եք այն ինչ որ տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ երբ որ կողք կողքի կանգնած են մարդիկ, ովքեր այլ պայմաններում իրար ուղակի ես գիտեմ ասում այդ մարդկանց առանձին իրանք իրար չէին բարևում։ Այ հիմա էլ տեղի են ունենում հանդիպումներ, նա սիրուն բառ են հորինել իրանց համար ասում քաղաքական կոնսուլտացիաներ։ Մի խոսքով հանդիպումներ կոնսուլտացիաներ անդադար տեղի ունենում։ Կոնսուլտացիաներ տեղի ունենում, բայց դրանք իսկապես շատ կարևոր են։ Իրանք էլ պիտի հասունանան։ Քաղաքական ուժերն էլ պիտի հասունանան, որովհետև ցավով պիտի նշեմ, մենք որպես այդպեսին քաղաքական մաքուր դասական քաղաքական ձևավորված ուժեր որպես այդպեսին հատուկենտ ուժեր կարելի է հաշվարկել մնացածը այն ընտրությունից ընտրություն սենց բուսնող ինչ որ process-ներ են տեղի ունեցել կամ ինչ որ առիթներով մատ թափ տվող ելույթ ունեցողներ են եղել որպես քաղաքական ուժ գիտակցված եւ սկզբունքորեն մոտեցող այդ բազմաթիվ հարցերի չի եղել այ հիմա նաեւ քաղաքական ուժեր հանրային գործիչները մեծ թվով մարդիկ իսկապես հասունացել են ու հասկանում են որ այլևս այսպես հնարավոր չի որովհետև այս կործանում իսկապես տանում է եւ ինչ մեխանիզմներով պետք է պայքարել Հովիկ Աղազարյանը ճանապարհային քարտեզ էր հրապարակել ինչպես Փաշինյանին հեռացնել ասում է անդիմադիր ճակատ պետք է ձևավորվի դուք ինչ պատկերացումներ ունեք այդ թվում նաեւ բոլոր օրինական գործիքները պետք է օգտագործվել, բոլոր չարգելված գործիքները պետք է օգտագործել, բոլոր անհավանական միավորումները պետք է դիտարկել, եւ ես կարծում եմ մենք ինչ որ ժամանակ հետո կսկսենք արդեն լսել տարբեր բնույթի միավորումների մասին, որովհետեւ սա այլ ընտրանք իսկապես չունի։ Կապ չունի մենք սիրում ենք իրար, չենք սիրում, մենք ընդունում ենք, չենք սիրում, մենք նույն ուղղության քաղաքական ուժեր ենք, հայացքներ ունենք, թե չունենք։ Այս պահին Հայաստանի լինել չլինելու հարցն է եւ ասում եմ պետքա բոլոր, իսկապես բոլոր անձնական ամբիցիաները, դա մեր առաջարկն ա եղել ի սկզբանե, բոլոր անձնական ամբիցիաները, բոլոր քաղաքական նախասիրությունները, աշխարհակաղակական նախասիրությունները, բոլոր կուսակցական պրոյեկտները այսօր պետքա դնել մի կողմ, այսօր մի հատ հարց կա Հայաստանը թույլ չտալ, որ ուղղակի, ինչ ասեմ ոչնչացման ճանապարհով տանեն Հայաստանը։ Ու այդ պրոյեկտի շուրջ պետքա հավաքվել։ Հիմա ձեր ուժը ինչպես է հանդես գալու։ Մենք շարունակում ենք պնդել, որ մենք լավագույն տարբերակը կլինի դաշինքը տարբեր ուժերի եւ մեր այդ թվում նաեւ իմ քաղաքական process-ի մեջ մտնելու տրամաբանությունը հետեւյալի մեջ էր, որ ամենամեծ կոնֆլիկտները տեղի ունենում, երբ որոշում են թե ով պիտի լինի
կոալիցիա առաջնորդը, ու այդ բանավեճը թե ձեր կուսակցությունը պուճուր է, մեր կուսակցությունը ավելի հարուստ է, մեր կուսակցությունը ավելի շատ փորձ ունի, այս բացա, ու այդ արդյունքում ոչ մի չի ստացվում։ Այս տրամաբանության մեջ էր, որ երբ ինձ առաջարկեցին վարչապետի տեխնացու լինել այն տրամաբանությամբ, որ մարդ, որը չունի կուսակցական նախասիրություններ, չունի եւ պատրաստ է իր բոլոր անձնական, այսպես ասած, նախասիրությունները, իր բոլոր պատկերացումները մի կողմ դնել, բացի հայկական պետականությունը պահպանելու այդ տրամաբանությունից, մնացած բոլորը կողք ենք դնում, ու հավաքվում ենք բոլորս մի գաղափարի շուրջ։ Թույլ չտալ, որ Հայաստանը կազմաքանդվի։ Այս տրամաբանությունն է, որ մենք շարունակում ենք եւ մառատորի հայտարարել մեր բոլոր մնացած գաղափարների վրա։ Այս տրամաբանության շուրջ մենք շարունակում ենք հանդիպել եւ Ես կարծում շատ արագ արդեն կսկսեն, որտեվ միջև նոր տարի մենք գիտենք, որ միջև նոր տարի շատ դժվար անելու այդ քաղաքական հանդիպումները, կոնսուլտացիաները։ Բայց ես գիտեմ, որ արդեն մոտենում ենք ավարտին, հանդիպումները արդեն տրամաբանական ավարտին նաև պիտի մոտենա, որտեվ ժամանակը շատ քիչ է, ժամանակը ես չեմ բացառում նաև արտահերթ արդեն մի քանի ամիս է սկսել է քարոզարշավը։ Դե հա, իրանք բոլոր իշխանությունները ժամանակի շուտ սկսել են այդ իրանք քարոզարշավները, այդ հարցը վաղուց փակված է։ Ու մենք կունենանք, ես վստահ եմ, որ մենք կունենանք առնվազն գոնե, եթե մեկ միասնական մի թիմով հնարավոր չեղավ բոլորին հավաքել, ես անկեղծորեն կարծում եմ, որ մի թիմի մեջ տեղ չեն անի բոլորը, առնվազն գոնե մի քանի բլոկ ալտերնատիվա հնարավոր է լինելու հասարակությանը առաջարկել, որովհետև դա իսկապես շատ կարևոր է։ Սա իսկապես պատասխանության հարց է։ Ու նորից վերադառնալու, այս հարցին ավելի լայնախոհ նայելու, ավելի ընկալելի լինելու համար անհրաժեշտ էր, որ եւ հասարակությունը հասունանար, եւ ժամանակ իրավիճակը հասունանար, եւ Նիկոլ Փաշինյանը համահաներ այնքան, որ հասարակությունը հասկանար, որ լավ հասկացանք, լավ ամեն ինչ հասկացանք, բայց այս աստիճանի, քաղաքական ուժերը պիտի հասունանային, իրանց անձնական ամբիցիաները մի կողմ դնեն, այսինքն ամեն ինչ պիտի հասունանար, եւ ես կարծում եմ, որ շատ աղավոր մոտիկ ենք այդ հասունացման process-ին։ Ու մենք կարողանալու ենք եւ մենք պարտավոր ենք կանգնեցնել նորից ես չեմ սիրում դրա մասին խոսել, որտեղ մի ցած չարաշահելու տպավորություն աստողում, բայց մենք այդ երեխեքին երրաբլուրի, մենք իրանց պետություն ենք բարդ, հասկանում եք, իրանք վերջի ամենակարևոր ունեցածը իրանց կյանքը դրել են զոհասեղանին, հիմա մեզանից հասնում է այդ զոհասեղանին դնել մեր, չգիտեմ, անձնական ամբիցիաները թույլ չտալ, որ մեզ խանգարել այդ զոհասեղանի վրա բանկանան, հա, մեր ունեցածը դեն։ Այսինքն այս ամեն ինչը դրված է, մենք պարտավոր ենք այս զոհասեղանից մեր պետությունը հանել ու գնալ դեպի վերածնունդ, ասում եմ, լավ, մեզանից շատ բան է պահանջվում, չէ՞ իհարկե։ Մեզանից ընդամենը պահանջվում է ողջամտություն, adekvatություն եւ ինչ ասեմ, չմոլորվել, էլի, չհուսատվել, չհիասթափվել, ամեն ինչ լավ է լինելու։ Ես վստահ եմ դրանում։ Մենք այլընտրանք ուղղակի չունենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Նժար Սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։